Պարոն պատերազմում մեր պարտությունը ձեր գնահատմամբ ինչի հետևանքեր կամ ինչի պատճառով էր արդյոք կանխամտածված պարտության է տարել Նիկոլ Փաշինյանը։ Նա Արշակ Կարապետյանը իր զրույցներ նամակագրություններ հրապարակել, ասում է, որ այն պաշտպանության նախարարների, նախկին պաշտպանության նախարարների, որոնք որ հիմա ընդգրկված են ընտրությունների քարոզարշավում, որևիցե ձևով մեկնաբանեմ իրենց խոսքը։ Ինքը կարծեմ քարոզարշավում չկա դրսի։ Ել ոնց կա։ Լավ, ինչև է, բայց կանխամտածվածություն միայն ինքը չի ասում, շատերն են ասում, որ կամ անգրագիտությանը հետևանքեր, կամ կանխամտածվածություններ, կամ չգիտեմ ինչ-որ բաներ, այսինքն մենք կարող ենք միշտ ասել եմ, հակառակորդը գերազանցել է մեզ։ Դուք դա ասում եք, որովհետև ձեր պատասխանատվությունն էլ կար, դուք նախարար եք, թե օբյեկտիվորեն հակառակորդը գերազանցել է մեզ։ Հիմա անգամներ ես գնահատել եմ, որ մենք պատրաստությունը 2-3 անգամ մեզ գերազանցող հակառակորդին է, մենք մեզ հակառակորդը 10 անգամներ էր։ Սխալներ թույլ չի տրվել մեր կողմից, բանակի կողմից, գեներալիտետի նախարարի, Նիկոլ Փաշինյանի գնահատական եք ուզում զինված ուժերի գործողությունների։ Այդ պատերազմը կարող տարիներ շարունակվեր։ 44 օրվա մեջ ամեն ինչ էլ եղել է, բայց գտնվել է քաղաքական իմաստով, որ պետք է կանգնացնել ու կանգնացվել է։ Այսինքն Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է արել որպես հրամանատար։ Ես չեմ մեկնաբանում, ես իմ բոլոր մեկնաբանությունները տվել եմ փակ լիստի ժամանակ։ Եվ ինչ եք ասել։ Ամեն ինչ։ Եղել է քննադատություն ձեր կողմից ուղղված ձեր նախկին ղեկավարին։ Եղել է ճշմարտություն։ Դեպքերի զարգացման վերաբերյալ 44 օրվա ընթացքում։ Հիմա եւ դրան նախորդող ժամանակը հոդվածները մի կողմ թողնենք, այդ դեպքում ձեզ ինչու՞մ է մեղադրում, ինչու՞մ են դատում, դուք ինչ եք ստեղ մեղադրում։ Դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի օրոք գործող ուրիշ բանի է վերաբերում, սա 2018 թվականների հրթիռների գնման է վերաբերում, որը որ Դե հա Դավիթ Գալստյանի հետ դուք այստեղ քաղաքական ենթատեքստ մոտիվացիա չեք տեսնում։ Դրա գնահատականը տվել եմ ժամանակին։ Սա փորձ էր ձեր վրա նաև բարդել պարտության մեղքը, պարոն Տոնոյան։ Իհարկե փորձ էր, այո։ Փաշինյանի կողմից ուղիղ ինձ ձերբակալողների, կալանավորողների, իրանց հովանավորողների, քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների կողմից փորձ էր։ Դե տեսեք, ձերբակալողները ոստիկանությունն է, քննչականը, դատախազությունը։ Ձերբակալմանը նպաստողներից առնվազն 4-ը հիմա շատ հեռու են աշխատանքից։ Մի 2-3-ը կան շարունակում։ Ուր են, նկատի ունեք երկրից հեռու թե նվարկան, էլի կներես։ Ձեր գնահատականները միշտ զգուշավոր են, ինչով են բացում։ Ինչ որ կաշկանդվածություն ունեք։ Չնկատի ունեմ, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի առումով Ես ինստիտուտների գերատեսչական պատասխանատվություն եմ ունեցել, ես պետականության հանդեպ պատասխանատվություն եմ ունեցել, իմ ցանկացած խոսքը պետքա շրջադատված լինի։ Փաշինյանի մատը խառը չէ այս ձեր հետ կապված process-ներում, որ ասում եք ձերբակալող քննիչ ինքն իրան տենց այդքան արդար է գնահատում այդ դատական համակարգը։ Այ ջան, դու ինչ ճանաչում ես, չէ՞ արդեն երկար տարի։ Մտածում ես դու կարաս ինձ հիմա այդ խարդավանքների ով ինչ արի, այդ բանի մեջ մտցնես։ Չեմ խոսելու դրա մասին։ Դուք ինչ ճանաչում եք, չէ՞ երկար տարի։ Դուք կարող ես մտածես, որ չեմ մտածում եք, որ կարող եք չէ, հունից անել չէ, դուք կարծում եք, որ կարող եք ինձ այսպես ոսացնել։ Ես այդ ֆրացնել, որ չպատասխանել ուղիղ ես չհասկանամ ոնց է։ Ես բան ունենամ ասելու որևիցե մեկին, առաջինը իրեն եմ ասելու, լրագրողների միջոցով չեմ, լրատվության միջոցով չեմ ասի։ Ինչ էլ որ ասել եմ անգամ կալանավորման ժամանակահատվածում։ Մինչև հիմա այդ հոդվածները, այդ ամեն ինչը կա, ինչում որ մեղադրել եմ ես, ում որ մեղադրել եմ, դա արկա է, չեմ ուզում կրկնել։ Լավ, մի այսպես ընդհանուր հարց տամ։ Դավաճանություն եղել է հայկական կողմից, լինի դա վարչապետի մակարդակով, լինի դա զինվորականների շարքային սպայի կամ չգիտեմ ղեկավարության։ Կրկին կրկնում եմ, չի եղել դավաճանություն, որը որ կարող էր այնպես 44 օրվա ընթացքում ոչ դաշնակցի կողմից, ոչ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի սպայական կազմի կողմից, ոչ չեմ տեսել ես այդ դավաճանության քայլերը։ Ես չգիտեմ։ Ռուսաստանը կարող է կատարվել, դուք գիտեք, ես չգիտեմ ինչ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին։ Այդ դրա պատասխանը չունեմ ես ու դրա նախորդող ժամանակաշրջանը։ Մենք ուղղակի կարծում ենք, որ դուք մի կապեք 44 օրյան նոյեմբերի 9-ը որ կանգնացվել է ու դրանից հետո ինչ որ եղավ։ Ինչ հետո այս պայն իմ հարցերը ես տալիս եմ մինչև նոյեմբերի 9-ը, որը 23 թվականին հարցերը լուծվեցին այլ ձևաչափով։ 22 թվականին, 20 թվականին պատերազմը կանգնացվեց խաղաղ
կապաները մցվեցին, ես չգիտեմ այդ 3 տարի Առաջարկներ եղել է Ռուսաստանի կողմից, պարոն Տոնոյան, որ հայկական կողմը այսինքն գնա այդ լուծման, առաջարկը կանգնեցվի եւ չի եղել։ Եվ արդյոք մենք կարող ենք դիմել օրինակ ռուսական կողմի իսկապես աջակցությանը։ Ես չենք խոսում։ Որտե մեղադրանքներ շատ են Ռուսաստանին։ Ու ես չէ։ Մեդիամաքսը հրապարակել է գիրք։ Այնտեղ երևի այս ձեր տրված հարցերի մեծամասնության պատասխանները կա։ Խնդրում եմ, ընթերցեք, կզրուցենք։ Հավատացեք, կզրուցենք։ Տեսեք, Գորիս Կապան մայրուղին, որը 3 տարի։ Որը կարծեմ Վաղարշակ Հարությունյանի օրոք է այդ հանձնվել։ Այդ Գորիս Կապան մայրուղի մասով ինչ արձագանքել եմ, ես կարծում եմ, որ այսօրվա նախկին պաշտպանության նախարարը այդ դեպքերի հետ կապված սպառիչ պատասխանները տալիս է, բայց ես կրկնում եմ, որ դա իմ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ չի եղել, այնիշ կատարվել է Գորիս բանավոր այդպես տալ հակառակորդին թշնամուն ճանապարհ, որը 30 տարի է դրանից առաջ մերն է եղել։ Արտահայտվել է եւ Արչապետը եւ Վաղարշակ Հարությունյանը։ Ստացվում է, որ նախկին պաշտոնյանը Եթե չեմ սխալվում, նաեւ գլխավոր շտաբի պետը։ Պարոն, ստացվում է, այս 5 տարի արդեն անցել է պատերազմից։ Մեղադրում են իշխանություններին Փաշինյանի գլխավորությամբ դավաճանության մեջ, չգիտեմ, դիտավորյալ հողերը հանձնելու եւ այլն, ամեն ինչի մեջ, տենց բանը։ Բայց հիմա դուք էլի Վաղարշակ Հարությունյանը մյուսները խոսում են, այնպես ստացվում որ բոլորը սուրբ են, բա որ բոլորը սուրբ են, այդ ոնց հանձնվեց այդ ամեն ինչը։ Ես կունեմ, Դե որ դատարանի առաջ եք կանգնած։ չունեմ, չէ։ Դժվար։ Բա մյուսները ուրիշ մյուսների համար դու մյուսները պատասխան։ Բայց պատերազմի համար, պատերազմի պարտության համար որևէ մեկը այսօր պատասխանության չի ենթարկվում։ Այսօր հեշտ տրամադրված չէի որևիցե մի բան, որովհետև կարծում եմ սպառել էի ես։ Չէ, հարցեր շատ կան, որովհետև Հարցերը եթե շատ կան, երբ որ բաց չեն արտահայտում, կարելի է որ այդ տողատակել հարցերը մնա։ տրվեն ընտրություններից հետո։ Կարելի է որ ես չընդգրկվեմ այս քարոզարշավի մեջ։